Թարգնժդեհին տեղի ունեցավ հերթական ծանր հանցագործություն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Իլհամ Ալիևը հայ ժողովրդին Հայաստան պետությանը մեղադրեց նրանում, ինչը ինքը արել է հայերի հանդեպ։ Խոսեց էթնիկ զտումից։ Եկեք հասկանանք, ինչ է էթնիկ զտումը։ Էթնիկ զտումը միջազգային ցեղասպանության նորմերով ճանաչված է որպես ցեղասպանություն։ Այն ինչ որ Ալիևը արեց արցախահայության հետ։ Կատարեց էթնիկ զտում եւ մինչեւ օրս ամերիկյան սենատում դա այդպես էլ Ալիևը ճանաչվել է որպես էթնիկ զտում կատարած մարդ։ Իհարկե գործընթացը կանգնած է, որովհետեւ Հայաստանը չի պաշտպանում։ Այդ թեզը չի պաշտպանում, որ Ալիևը էթնիկ զտում է արել։ Չի աշխատեցնում։ Ինչպես ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլիչը հակադարձեց էթնիկ զտման մասով։ Իրեն անհանգստացնում էր Թրամփի միջանցքը ոնց դարձավ իբր Զանգեզուրի միջանցք։ Դե ինքը ժողովրդին, հայ ժողովրդին խաբել էր, որ այս ամերիկյան երաշխիք են բերել խաղաղության։ Հասկանում եք, չէ՞։ Միջանցքը տվել է խաղաղության դիմաց ու ամերիկյան երաշխիքով։ Որին դե Թրամփն էլ ասեց, ինչ-որ չեմ հիշում, չեմ լսում, տեղը չեմ բերում, ով, որտեղ, ինչպես։ Հասկանում եք, Նիկոլի այս ստերը արդեն միջազգային հարթակներում է բացահայտվում։ Դա եկեք հասկանանք, ոնց հայը ցեղասպանվածից դարձավ ցեղասպան։ Ով է սրա մեղավոր։ Գնանք շերտ առ շերտ։ Ալիևը հայտարարում է էթնիկ զտման մասին։ Նիկոլը խոսում է խաղաղությունից եւ ասում է, եթե ես մի անգամ էլ մանդատ ձեռք բերեմ, սահմանադրությունս փոխելու եմ, սարքելու եմ 4 հանրապետություն, այսինքն որտեղ Արցախ չկա։ Հասկանանք, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանադրություն փոխելով 4-րդ հանրապետություն ճանաչելով Արցախը ինքը ճանաչեց որպես Ադրբեջան։ Երբ որ ինքը Արցախը ճանաչում է Ադրբեջան, ավտոմատ հայ ժողովրդին եւ Հայաստանին դարձնում է էթնիկ զտում կատարած պետություն, այսինքն աջակցում է Ալիևին։ Դե եկեք հասկանանք, եթե պետությունը ընդունում է, որ ինքը էթնիկ զտում է կատարել, ինչ է սպասվում այդ պետությանը։ Փաստ օրինակ կա Գերմանիայի տարբերակը։ Հրեաների հետ կապված, երբ որ ցեղասպանությունը ճանաչվեց։ Մինչև օրս Գերմանիան վարձահատույց է, վճարում է։ Բայց հələ քիչ է։ Աշխարհի ցանկացած անկյունում Պարդոյից չի դա լինի Իսրայելում, Գերմանիայում, որտեղ պատահի, նույնիսկ լուսնի վրա, եթե անզգուշաբար գերմանացին հրեայի ոտքը տրորի, հրեան կարող է վայնասուն բարձրացնել։ Եվ ասի, ես ինչ է, կարող եմ միտքդ փոխել ես էլի մեջը դեն Արնախումի բանը առաջացավ, ու քեզ կարող է դատարան քաշ տալ, ասին սպառնաց։ Այն որ մեզ ասում են ուրացեք ցեղասպանությունը, որ խաղաղություն լինի, չէ՞։ Էրդողանն էլ չէ խոսեց պայմանավորված, ասում է Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորում ենք ըստ պլանի։ Նրանք այսինքն ոչ թե բարի կամքի պլան ունեն։ Այդ պլանին էլ կանոնադառնանք։ Այսինքն երբ որ դու ցեղասպանությունը ուրանում ես քո հանդեպ կատարված, քո զենքը դու տալիս ես թշնամուտ։ Հիմա ինքը այդ զենքը վերցրել է եւ քո դեմ է կիրառում։ Ասում է դու էթնիկ զտում ես արել։ Այսինքն մենք ավտոմատ դարձանք ցեղասպան, Նիկոլի թեթև ձեռքով։ Հասկանում եք, մենք շրջապատված ենք թուրքերով։ Թուրքերը աշխարհում ամենուր են։ Եթե մենք անզգուշաբար Հայաստանում մեր տան մեջ, եթե թուրքը, ասենք երեսը պնդած մտնի մեր տուն, մենք դուրս շպրտենք ուղղակի, մենք կասենք ո՞նց թե, դու նորից ցեղասպանություն ես ուզում հանդեպ անես։ Մենք անգամ մեր տանը պաշտպանված չենք լինելու թուրքերից։ Եթե մենք ընդունեցինք Նիկոլի ասած 4-րդ հանրապետությունը կամ սահմանադրությունը փոխեցինք ըստ Նիկոլի։ Մեզ այդ փողերը չեմ ասում, սարսափելի ծանր փողեր են վերներս դրվելու, պատկերացրեք 80 քանի տարի է անցել։ 45 թվից անցել է 80 տարի։ 80 տարի է Գերմանիան վճարում է։ Ալիևը դատարանում գիտեք, արդեն մեր վրա 150 միլիարդ դոլար դրել է։ Այդ հələ այնտեղ թիթեռ ենք սպանել, ինչ են կարել բնապահպանական։
Էս էլ որ հաստատեցինք, որ օկուպացրել ենք, այդ մարդկանց սպանել ենք, տները քանդել ենք, բանկերը թալանել ենք, հանքերը շահագործել ենք, դա մինչև $1 է հասնելու։ Ու վերջ։ Ու որ Ալիևը զինվում է աննախադեպ ու քպականներ կան ու դրանց աջակից պոռնիկներ կան, ասում են ինչի մենակ մենք ենք իրանց թշնամին կամ հարևանը, ուրիշի համար է զինվում։ Այն որ իրենք ռևանշը ոչ 40-ի ժամանակ կարողացան անել, ոչ 44 օրյայի ժամանակ, թղթով մեր պարտությունը Պուտինը գրեց, տվեց, ասեց դուք պարտվել եք, վերջ, այն ռինգի դադավորի պես չենք պարտվել, բայց ասեց դուք պարտվել եք, պետք է հատես էլ տակ, են էլ տակ, են էլ տակ։ Ինքը ուզում է ռևանշ անել։ Ինքը իր ատելությունը չի կարողանում զսպել։ Ինքը այսքան չդու Նիկոլին որ վիրավորում է, չի կարողանում զսպել։ Նիկոլին պարտադրում է, որ իրեն աջակցի ու վիրավորում է, ու Նիկոլը չի նեղվում, չի ասում, այ ախպերս ինչ արիր։ Ալիևը պատրաստվում է ռևանշի։ Հենց որ մենք սահմանադրությունը փոխեցինք, դարձանք իր ասած էթնիկ զտում կատարողը, ինքը զորք մտցնելու Հայաստան։ Իսկ մենք զենք ու զորք այդ հզորություն չենք ունենալու։ Այ այդ ժամանակ էթնիկ զտում բանը մի քանի օրվա կամ նույնիսկ մի քանի ժամվա մեջ այդ ռևանշը կարող է անել։ Ինքը դա է ուզում փորձի հիմա էլ։ Հիմի դառնանք Ռուսաստանին։ Համացանցում տարածվել է ռուսները Նիկոլ Փաշինյան, քեզ Պուտինը պատերազմի առաջ օրերին քեզ զգուշացրել էր, քեզ լավ տարբերակներ էր առաջարկել։ Ինչու չհամաձայնվեցիր, որ սենց դառավ։ Ես ձեզ ասեմ, որ Նիկոլը անգամ այս ՄԱԿ-ի ելույթները, որ ինքը գնում այնտեղ կարդում է առանց Պուտինի ու Ալիևի, ինքը չի կարող այդ տեքստը գրել։ Եվ եթե անգամ Պուտինը ինչ-որ բան է առաջարկում ցուցադրաբար, ինքն ասում է, դու ցուցադրաբար կամ կմերժես, երբ որ պետք լինի ընդունել ու կասեմ կընդունես։ Մերժել են տալի, ու հետո որ մեղադրեն, որ մեղք գցեն իր գլխին։ Այդ որ Նիկոլը մերժել է, չնայած դա էլ մեծ ձեռնտու տարբերակ չի։ Եթե Արցախը Հայաստան չէ, մնացած այլ կարգավիճակներում մենք օկուպանտ ենք։ Արցախը միայն Հայաստան լինելու դեպքում է, որ մենք շահեկան դիրքում ենք, որ մենք միջազգային հանցագործ չենք դառնում։ Արցախի այլ կարգավիճակը, եթե ինքը Հայաստան չէ, ցանկացած այլ կարգավիճակ Հայաստանին դարձնում է հանցագործ։ Պուտինի առաջարկը դա է եղել, որը իբր Նիկոլը մերժել է, հետո վերջում, որ տեսել է, որ Պուտինն ասել է, պետք է այնքան ջարդվի քո բանակը, քո ժողովրդի հոգին, ոգին, ողնաշարը, որ հետագա քայլերի ժամանակ, ինքը որ Նիկոլ 21 թվին նշանակեցին վարչապետ, էլի գնաց այնտեղ Պուտինն ասեց, չէ, այդ լավ է որ ժողովուրդը քեզ վստահ է, դու հələ ցավոտ տղտեր ունես, այսինքն պլանավորած էր Հայաստանի հանձնումը։ Ցավոտ տղտեր ունես ստորագրելու, այդ լավ է։ Հասկանում եք, Նիկոլի մերժելը, համաձայնվելը, վերցնելը, դնելը, կռանալը, հուզվելը, բոլորը պայմանավորված առանց դու պատկերացնում եք Հայաստանը դա Պուտինի, այսինքն հապկի անդամ է եւ ռուսական զոնա ենք մենք մինչեւ այս պահը։ Եթե վարչապետն ասում է, եթե վարչապետը կուլ է տալի Ալիևի այդ արտահայտությունը, որ մենք էթնիկ զտում ենք արել, մենք հանցագործություն ենք վերցնում մեր շալագին եւ միջազգային իրավունքում մեզ կարող են պատժել, ոչնչացնել, օրինակ։ Այսինքն Պուտինի տարածքը ոչնչանում է ու Պուտինը ձեռքերը ծալած նստել է։ Չի ասում Նիկոլես ինչ արեցիր, ես իմ ազդեցության գոտին ուզում ես փչացնես, միջազգային հանրության միջոցով ձեռքս խլես։ Եթե նա այդպես բան չի ասում, ուրեմն ինքը համաձայն է, ուրեմն առուծախն արել է, ասում է ոնց ուզում եք, այնքան արեք, թուրքերը տանեն, ես փողը վերցրել եմ, տալուց եմ թուրքերին։ Ցեղասպանի կարգավիճակով կտաս, օկուպանտի կարգավիճակով կտաս, քո կամքով կտաս, հպատակի կարգով կտաս, տուր։ Եթե Ռուսաստանին Հայաստանը պետք լիներ, ինքը Նիկոլին չէր թույլ տա, որ ՄԱԿ-ի ամբիոնում կուլ տար Ալիևի էթնիկ զտում արտահայտությունը։ Հասկանում եք։ Սա Ռուսաստանի դեմքն է հանգարց, ասենք չմտածեք էլ, տեսեք Նիկոլն ասում է գնում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ, ամբողջ նիկոլականները չնայած կներեք, ես դրանց մարդ չեմ համարում։ Նրանք ցեղասպան են։ Նիկոլը, ԿՊ-ն եւ Նիկոլին աջակցող ամեն տար ուզում եմ հարազատել։ Դու ցեղասպան ես։ Դու ցեղասպան ես, որովհետեւ քեզ այսինքն Արցախը հայ է, տարբերություն չկա, ես թե Արցախցին։ Արցախցուն հայրենիքից զրկել են, էթնիկ զտում են արել։
ջարդել, փշրել են, սպանել են, հետո այդ էթնիկ զտումը դրել են Արցախի հայի վրա կամ հենց իմ վրա։ Այսինքն իրենք ինձ մորթել են, հետո ասել են կասես, որ դու ես ինձ մորթել։ Ես էլ համաձայնվել եմ։ Սա ոչ թե թուլություն է, սա անբարոյականություն է։ Սա անբարոյականություն է։ Նիկոլը եւ Նիկոլագանը անբարոյական են։ Հասկանում եք, իրենց մորթում են, բայց ասում են գնաս միջազգային հանրության առաջ, կասես, որ դու ես Արցախը քոնը չի եղել, որ դու ես ժամանակին խլել մորթելով, որ այդ դու ես էթնիկ զտում անողը, այդ դու ես ցեղասպանը։ Ու ինքը վերցնում է իր վրա, եւ Նիկոլագանն աջակցում է Նիկոլին։ Հիմի Նիկոլագանը մի կողմ թողնի, դա աղբին։ Այստեղ խնդիրը մեր այն մեծ զանգվածն է, որը ընտրությունների Երևանի չմասնակցեց, որտեղ Նիկոլի բախտը բերեց 10%-ով դարձան քաղաքապետ։ Այդ 60-70%-ը, որ անտարբեր նստել ես, ու Նիկոլը քեզ դարձնում է ցեղասպան, վաղը քո տունը ձեր տանելու են, վաղը դու փողոցում թուրք ես, թուրքի հետ, եթե ուսը դուսին քսվի ինքը նեղվի, դիտմամբ, դու խնդիր ես ունենալու։ Դու ոչ միայն Հայաստանում չես կարողանալու ապրել քո տանը, դու Հայաստանից փախնես էլ, եթե երեսը թուրքի առնի, դու խոնար ես գնալու։ Դու չես կարող աշխարհի երեսին ապրել ցեղասպանի պիտակով։ Հասկանում ես։ Այդ ցեղասպանությունը, որ հայերի հանդեպ արվել է, որ աշխարհի գերտերությունները ճանաչել են, դա ամենասարսափելի զենքն է մեր համար։ Վատ բան է տեղի ունեցել, բայց դա դարձել ամենազորեղ զենքը։ Եթե մենք դա առաջ էինք տանում, աշխարհում ուզում է 100 միլիարդ թուրք լինի, ոչ թե 100 միլիոն։ Մի հայը, մի հոգի հայը քայլելով գնա, բայց ճանապարհը բացեն իրենք, որ հանգարց խնդրեմ չունենան։ Այս սա է ցեղասպանությունը։ Բայց մենք սա թողում ենք, որ Ալիևը մեր վրա կիրառի։ Հասկանում եք ինչ է լինում։ Սա թուլություն չէ, որ քեզ մորթեն, հետո ասեն, ասես, որ դու ես մորթել։ Ու դու ընդունես, ինչ որ Նիկոլն է անում, ու ինչ որ աջակցող ունի Նիկոլը։ Հասկանում եք, դրանք թույլիկներ չեն, դրանք պոռնիկներ են։ Դրանք անբարոյականներ են։ Մարդը կարող է երկու ծունգը ջարդած լինի, թևերը կդրած լինի, գետնին ընկած լինի, բայց ասեն դու կուլ չտա, պատասխանի, հարված են, ծեծ են։ Ընկած մարդ է, բայց ծնկած չի։ Հասկանում եք։ Բայց Նիկոլը ու Նիկոլագանը երկու ոտք, երկու ձեռք, ոտքի վրա քայլում է եւ իր վզին դնում են, ասում են դու կասես, որ դու ցեղասպան ես, ընդունում է, որ ինքը ցեղասպան է։ Ասում են սահմանադրությունը կփոխեմ։ Հələ պատկերացրեք։ Անտարբեր մարդ։ Ուշացնում ենք։ Հասկանում եք։ Անբարոն մեզ խուլ է տալիս։ Դու հանցագործ ես դառնում քո անտարբերությամբ։ Ինքդ քեզ հանցագործ ես դարձնում։ Ստապվիր։ Ուշ է լինելու։